Ձեր ծնողները ինչպիսի արժեքներ են փոխանցել ձեզ, որոնք դուք այսօր փոխանցում եք ձեր զավակներին։ Ավանդապաշտ ընտանիք ենք եղել։ Ոչ են իմաստով, որ չեն թողել այսպես հագնվենք, այնպես հագնվենք, ոչ։ Ավանդապաշտ, այսինքն մենք միշտ մեծերի տեղը իմացել ենք։ Այսինքն մեր ընտանիքի մեջ իմացել են մեծերը որտեղ պետք է լինի, փոքրը որտեղ պետք է լինի։ Նույն ես փոխանցել եմ երեխաներին եւ փառք Աստծո, որ այդ ավանդապաշտությունը մեր ընտանիքում պահպանվում է։ Բնակ մեծերին հարգել, միշտ լսող լինել, որովհետև ծնողը երբեք վատ բան չի խրատի իր զավակին։ Նույնը ես եմ արել, նույնը արել եմ աղջիկներիս, իմ խրատները իրենք ընդունել են, որի համար Աստծուն շատ շնորհակալ եմ։ Տիկին Աբաջյան, ովքեր են եղել այն մարդիկ, որոնք ճակատագրական դեր են ունեցել ձեր անձի, ձևավորման, ձեր հաջողությունների կերտման ճանապարհին։ Առաջինը ծնողներս, հայրս միշտ ասում էր, աղջիկս դիրեկտոր պետք է դառնա։ Հետո չէ ժամանակ ես որ արդեն սովորում էի, մեր կենտկոմի քարտուղարը, մեր քաղաքային խորհրդի նախագահան Դոնարա Հարությունն աներ, կին էր, եւ մեր քաղաքը բոլորը ղեկավարում էին կանայք։ Մսի կոմբինատի տնօրենը կին էր, առողջապահության բաժնի վարիչը կին էր, քաղաքապետը կին էր եւ ասում էր այ խելոք աղջիկը սովորի, որպեսզի հասնես այդ աստիճանի, բայց ասում է ես գիտեմ, հավատացած եմ դու տնօրեն կդառնաս, որտեվ ցկտում ունես։ Երբ գնում էինք մրցումների, ես երկու պայուսակ ունեի։ Մի պայուսակի մեջ լցված էր իմ գրքերը, մյուս պայուսակի մեջ իմ շորերն էր։ Մարզիչս շատ խիստ ազնվորություն ա եղել, որ մարզումներից հետո գալիս էր մեկ հանգստի ժամեր ունենք, հանգստից հետո դասապատրաստումներն էր, շատ խիստ են։ Իհարկե, յուրաքանչյուր մարդ ազդեցություն է ունենում, նույնիսկ ազգիդ մեծերը, որ գալիս են, դու նայում ես իրանցից եւ իրենցից օրինակ ես վերցնում, նայում ես ինչ մեծություններ են տարել իրանց, իհարկե ուզում ես նմանվես իրենց։ Գյումրեցիներին շատ հատուկ է նաև հումորը, հումորի զգացումը։ Կարող եք մեզ հետ կիսվել որևէ հումորային պատմությամբ կամ արդյոք դուք եւս օժտված եք նման, բնավորության գծով աշխատանքում, կոլեկտիվում կամ ընտանիքում։ Մեր ընտանիքը, ասեցի, շատ բազմանդամ է եղել, երբ գալիս էին մեր հյուրընկալվում էին մեր ես անմիջապես կրկնօրինակում էի իրանց հետևից հետ, հենց գնում էին, ես կրկնօրինակում էի իրանց ձևերը, երգում էին, պարում էին, շատ ուրախ ընտանիքում է մեծացել։ Մեր մեծերը բոլորը երգում էին, նվագում էին ինչ-որ բան, հավաքվում էինք ոչ միայն ծնունդներին, այլև տոներին։ Նոր տարին մարտուտը մեր մոտ հատուկ մեծ խնջույքներով էր անցնում, որտեղ շատ էին։ Միշտ ուրախ է անցել մեր բոլոր տոնակատարությունները։ Յուրաքանչյուր գյումրեցու տրված է հումորը, սովորական առօրյա խոսակցության մեջ հումոր են անում մեկը մյուսի հետ։ Շատ առաջ, երբ 70-ական թվականներին, 80-ներին իհարկե, լենականցի եւ երևանցի, լենականցի եւ աբարանցի այդպիսի անեկդոտներ կային, էլի, որ պտտվում էին, մեկը մյուսին իրար ձեռք էին առնում այսպես անեկդոտներով, բայց դա իհարկե լուրջ չէր, բոլորն իրար շատ սիրում էին, ուղղակի դա անեկդոտներ կար։ Մի հատ պատմություն պատմեմ, իմ եղբայրս իր ընկերը ռեժիսոր էր, Երևանում նկարահանումներ էր անում, հետո պետք է տեղափոխվեին Գյումրի։ Դե այն ժամանակ լեննական էր։ Գալիս է, ասում եմ մի հատ քաղաքում պտտվեմ, տաքսի է կանգնեցնում ու հենց իր այդ տաքսին կանգնեցնելու ջղեր խաչիկն է լինում։ Ինքը չի իմանում, որ դա ջղեր խաչիկն է, ասում է Վարպետ ջան, մի հատ հələ պտտվենք, սենց լեննականով տեսնենք ինչ կա, ինչ կա, ասում է պտտվենք, հարց չկա, աղբեր ջան։ Գնում պտտվում են, հասնում են Մայր Հայաստան ունենք, Մայր Հայաստանի ձեռքը կոտրված էր այդ ժամանակ, սենց տախտակամածեր են կապում, որ վերականգնեն, այս էդիկը սկսում է հումոր անել, ասում է, «Յա, Վարպետ ջան, ես ձեզ արձանին բռնել եք, որ չփախնի», ջղեր խաչիկը սենց շուրա գալիս լուրջ, շորերը կփոխեն։ Իրեն հատուկ հումորը։ Այդպես համով հետո որ իհարկե եկավ մեր տուն, ասում է սենց էս տաքսիստի մեջ, ասում է դի ջղեր խաչիկն եղել, շատ հումորով մարդ է ինքը։ Վալոդյա Աբաջյանը եղբայրը եւ ինքը գալիս էին համայրը ամեն ամիս, լեննական էին գալիս, քանի որ իրանք Շիրակ գյուղից էին, այնտեղ են ծնվել մեծացել, լեննականին կպած գյուղ էր։ Ինքը մեքենան կանգնեցնում էր եւ գյուղապետը գալիս էր իր հետից որպես հարգված մարդ, գալիս էր գնում էր հայրենի գյուղը ու որ օջախի ծուխ էր բարձրանում, այդ օջախը մտնում էր, ասում էր մի հատ լավաշի մեջ
յուղն ու լավաշը փաթաթեք ես ուտեմ։ Պանիրը կամ չեչիլ պանիր ունենք, ումրվան հատուկ չեչիլ պանիրը, փաթաթը ուտում էր, ասում էին ձեր ոչ մի բան պետք չի, ոչ մի խորոված, ոչ մի բան։ Այդպես շրջագայում էր, պատում էր բաները, քանի որ այդ գյուղում ինքը մեծացել է, հետո ներկայացումներ էր լինում, տանում էին ներկայացման։ Վալոդյային տնում են Շիշկանալի մոտ, ասում են դու սպասի, ասում են ես հավես չունիմ գալու։ Ախպեր ջան, գնացեք պտտվեք, եփե տեսնում են շատ են ուշանում, եղբորս ասում է բալա ջան, հələ գնա տես դրանք ինչ եղավ, ես սոված կոտորվեցի ստեղ։ Գնում է եղբայրս ասում է հոպար չկա, ման եմ գալիս չկա ոչ միտեղ։ Տեսնում է հոպարը ասենց խոտեր կա, էլի խոտերի մեջ, ասես խոտը քաղում ուտում ասում է հոպար էդի խելար խոտ է գժվից կերար ասում է հայրենի խոտը կուզի բան չկա բալաճան։ Այսպես կարծում եմ պատմությունները շատ են եւ մեկը մեկից ավելի հետաքրքիր։ Շատ են, ինքը ներկայացումներ էր տալիս, դե մեր բակը շատ մեծ էր, ներկայացումներ տալիս ամբողջ շենքերի բնակիչները երեկոյան ժամը 6-ից հետո մեր բակում էին աթոռներով, ամեն մեկ իր փոքրիկ աթոռով գալիս էին, որ Վալոդյան արտասանեն իրանք լսեին։ Ու պատմություններ Շիրազի մասին, բոլորի մասին, բոլոր մեծերի շատ հետաքրքիր անցել։ Հիմա իհարկե այդ հետաքրքրությունը մեծերը գնացել են, չկա, բայց հուշերը մնացել են, հիշողությունները, շատ լավ հիշողություններ են մնացել։ Հայ դասականներից ովքեր են եղել ձեր ամենասիրելիները։ Առաջինը Շիրազ, դե Սևակը փիլիսոփայություն է, նա մի գիտություն է այլ, Սևակ կարդալ եւ հասկանալը շատ դժվար է։ Սևակը իհարկե, Ավետիք Իսահակյան, այդ երեքը կառանձնացնեի ես։